Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, այսօր ունենք հյուր, մեր հյուրն է քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը, ողջունում եմ ձեզ Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը, ինչպես գիտեք, 3 հարվածներ եղավ Նախիջևանի ուղղությամբ եւ Իրան ասում է ես չեմ, Ադրբեջանը ասում է դու ես, այսինչ է կատարվում մեր հարևանությամբ։ Տարբեր sense թեորիաներ կան, նույնիսկ Հայաստանում որոշ շրջանակներ ասում Ռուսաստանը հատուկ կանոն, որ Իրանը եւ Ադրբեջանը պատերազմն են, Իսրայելն է, գիտեմ, եկեք ելնենք կարգավարկածից, որ Իրանն է, որովհետեւ տարօրինակ կլինի, որ Իրանի տարածքից այլ մի երկիր այդպեսի քայլ անի, ասում է Իրանը չի տիրապետում իր ռազմական ուժերը եւ սա եկեք ընդունենք, որ Իրանն է իրականացել, իմ կարծիքով Իրանը փորձում է ցույց տալ նաեւ Ադրբեջանին, որ սա տարածաշրջանային կոնֆլիկտ է, ինչ է անում Իրանը, աշխարհին ուզում է ապացուցել, որ եթե նույնիսկ ես կուլանամ կամ Աստված մի արած է մասնատվեմ, ես իզից հետո թեկուզ ջրհեղ եմ, այսինքն բոլորը կգրեն վնասել, դա վերաբերում է եւ ֆաշիստորտի երկրներին, եւ նույնիսկ եվրոպական որոշ երկրների Կիպրոսի, եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին, այսինքն այստեղ կոնկրետ Ադրբեջանի հանդեպ իմ կարծիքով ինչ-որ քայլ ուղղված, գնաց եկեք նշենք, որ Ադրբեջանը յուրահատուկ հարաբերություններ ունի Իսրայելի հետ եւ հատկապես Մոսադի հետ, դրա մասին իրան խորհրդանում խոսել են, որ Մոսադի ագենտները համակային որոշ ճանապարհով ներթափանցել են Իրան եւ օգոստոսի 25 թվականի եւ 2 օր առաջ։ Գուցե Իրանը նախագծում է Ադրբեջանին, որ շատ այսպես ջերմ հարաբերություններ չհաստատի Իսրայելի հետ։ Մյուս կողմից պետք է նշենք, որ Նախիջևանի ուղղությամբ Իրանը առավել ակտիվ, որովհետեւ այդտեղ 40-50% պրոիրանական է բնակչությունը, գազը ստանում են Իրանից, ավտոմոբիլային ճանապարհի կառուցման մասին է խոսում, Արազիա այսպես կոչված մի քանքը, եւ այնտեղ առավել խոցելի է Ալիևի ռեժիմը։ Մենք նաեւ գիտենք, որ Ալիևը փորձում է վերացնել ինքնավարությունը Ադրբեջանի եւ նոր համակարգում նույնիսկ որոշել են, որ դա պիտի դրսի նույնիսկ ձևականորեն։ Այսինքն կարծում եմ այս կոմպոնենտներն են այստեղ կարևոր, գլխավորը նորից եմ ուզում կրկնել Ադրբեջանին ցույց տալ, որ որևէ կարմիր գծերի հատում իրանական կողմի համար, այսինքն Ադրբեջանի տարածքից Իսրայելի ակտիվ գործողություն պետք է չլինի։ Իսկ հնարավորություն կա էսկալացիայի, թե այս փուլում ոչ։ Ադրբեջանի հետ։ Այո։ Ես մի փոքր դա ֆանտաստիկ եմ համարում Տրամպի վարչակազմը որոշի, որ ասենք հարավային Ադրբեջան, գիտեմ արևմտյան Ադրբեջան, չեն կողմնորոշվում Ադրբեջանում, դա որ Ադրբեջանն է, ուրեմն պետք է օգտագործել ադրբեջանախոս թերքախոս, ուրեմն բնակչության ներուժը քրդերին զուգահեռաբար, գուցե բայց Ալիևը այդպիսի քայլի չեմ կարծում գնա, քանի դեռ չի գիտակցել օրինակ, որ Իրանի ռեժիմը տապալվում է կամ Իրանը մասնատման եզրին է։ Իսկ մինչ օրս մենք չենք տեսնում, որ ոչ ռեժիմ է տապալվում, ոչ էլ ներսից ինչ-որ սեպարատիստական ակտիվ շարժումներ կան։ Տեսնենք, այս աշխարհում ոչինչ բացառված չի, բայց Ադրբեջանը ինքը մեծ ռիսկի տակ է գտնվել, փոքր երկիր է, Իրան չի, ՆԱՏՕ-ի անդամ չի։ Այնպես չի, որ Թուրքիան միանգամից գալու է օգնության, ստեղծած ստեղծել կան, այնտեղ կան նաև ազգային փոքրամասնություններ Ադրբեջանում, միատարր բնակչությունը, ես չեմ կարծում, որ Ալիևը ցանկանում է ներքաշել այս ամենի մեջ, եւ չեմ էլ կարծում, որ Տրամպը նրա կարիքը ունի, որովհետեւ իմ կարծիքով Ամերիկան կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում, որ հասել է իր նպատակներին, ես այդպես եմ կարծում, ինչպես Ադրբեջանի պատերազմի ժամանակ, եւ Տրամպը կընկղմի ներքաղաքական գործընթացների մեջ, որովհետեւ կարծում եմ ԱՄՆ-ում էլ են գիտակցում, որ կարճաժամկետ լուծում չի կարող տեղ ունենալ հոգսամը։ Բայց մի քիչ հակասություն չկա, sense որ ֆանտազիան միացնենք եւ պատկերացնենք, որ ուզում են տեղի ադրբեջանցիներին օգտագործեն, հա, թեկուզ զինեն եւ հա տենց հակամարտության տանեն։ Եվ նույն բանը պետք է անեն քրդերի հետ։ Իսկ քրդերը ցանկություն ունեն այդ բոլոր հողերին տիրանալ, հա, այնտեղ, որտեղ որ ապրում են ադրբեջանցիները։
Նախ քրդերի մեջ էլ միակարծիք չեն, կան քրդեր, Իրանի քրդեր, որոնք նշում են, որ մենք չենք մասնակցելու այս ամենին։ Կան Իրաքում գտնվող իրանական քրդեր, որոնց ղեկավարը երեք խոսեց եւ ասաց, որ եթե պետք լինի, մենք կմասնակցենք, նայած ինչ իրավիճակ կլինի։ Կա Իրաքի Քրդստանը, որի ղեկավարը Բայզամին խոսեց Արաքչի հետ եւ ասաց, մենք գործ ունենք, այսինքն քրդեր, Սիրիայի քրդեր կա, դրանք տարբեր շերտեր ունեն։ Եվ ես կարծում եմ իրենք մտածելու են այսպես, մենք մասնակցենք Իրանի հնարավոր մասնակցմանը, եթե դրա ռեալ հնարավորություն լինի։ Կներեք, ինձ ասում է հող միսել բոլորին կհերիքի։ Իհարկե կոպիտ է հնչում, բայց ես կարծում եմ, որ եւ քրդերը եւ առավել եւս ադրբեջանցիները երբևիցե չեն գնա կտրուկ քայլերի, եթե ռեալ հնարավորություն չտեսնեն։ Մանավանդ ԱՄՆ-ը մի քանի անգամ քրդերի հետ կապված քայլերը այսպես կատարել, նրանց թողել է միայնակ։ Այդտեղ միանշանակ չի։ Քրդերը կգնան այդ քայլին, եթե ԱՄՆ-ը խոստանա ճանաչել Իրաքի Քրդստանը, այնտեղ հանրաքվե է եղել։ Կգնա այսպիսի քայլին ԱՄՆ-ն, Թուրքիայի հետ ինչպիսի հարաբերություններ դա կբերի, Իսրայելը այստեղ ինչ դեր ունի, սա բազմաշերտ գործընթաց է, բայց այն, որ եկեք նշենք ադրբեջանցիները ցույցերի էլ այդքան ակտիվ չեն մասնակցում Իրանում։ Հայաստանում էսի տեսակետ կա, որ հեսա ադրբեջանցիները դուրս են գալու փողոց, հոգևոր առաջնորդի դեմ, բայց քրդերը այո ակտիվ էին, ադրբեջանցիները ոչ։ Գուցե դուք նաև ճիշտ եք, գա ինչ-որ մի ժամանակ, որ արդեն ադրբեջանցիներ եւ քրդերի է, որ ասում է շահերը մի առվով չհոսեն։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Թուրքիան շատ բացասաբար է վերաբերում քրդական գործոնին, գուցե այստեղ էլ լինեն ինչ-որ պրոցեսներ, բայց դեռ շատ վաղ է դրա մասին խոսել, մինչև հասկանանք Իրանում փոխվում է ռեժիմ թե ոչ, մնացած ծերաները անհավանական են։ Իսկ եթե չփոխվի, ուրեմն Միացյալ Նահանգները պարտվում է ամեն դեպքում։ Գիտեք, 21-րդ դարի քարոզությունը այնպես է, որ նրանք ասեն, մենք ենք հաղթել, ԱՄՆ-ն ինչպես 12-րդ պատերազմի ժամանակ 12 օրը ասի մենք ենք հաղթել, մենք ոչինչ չացեցինք, Տրամպը ասեց, թե մի քանի տարուց հետ կգանք, եթե որոշեն, որ նորից պիտի միջուկային զենք ունենան։ Բայց ես որքան հասկանում եմ, խնդիրը միջուկային զենքը չէ, հեռահար հրթիռները ավելի կարևոր են Իսրայելի համար։ Բայց կարող ենք ասել, որ այո, Իրանը կարողացավ դիմադրել եւ քարոզությունը ներսի այնպեսին կլինի, որ տեսեք Իսրայելը, ՆԱՏՕ-ն մեր դեմ էին պայքարում, Թուրքիաները դիպտեցե եւ մենք հաղթեցինք։ Ես կարծում եմ, որ վատագույն սցենար կլինի ԱՄՆ-ի եւ նաեւ Հայաստանի համար, եթե մնա այս ռեժիմը, հոգեվոր նոր առաջնորդ ընտրվի, օրինակ նախին առաջնորդի կողքին, եւ ավելի կաղապարվի եւ ավելի հակաամերիկյան դառնա Իրանը տարածաշրջանում, իհարկե դա Հայաստանի շահերի բքում, եթե նաեւ հաշվի առնենք այն լոգիստիկ ճանապարհների հեռանկարը, որ մենք ունենք այդքան ցույցի տեսքով։ Բայց պարզվում է Միացյալ Նահանգները իրոք ունի խնդիրներ, հա, քանի որ Զելենսկիից արդեն օգնություն է խնդրել, մասնագետներ է խնդրել, որ գան դրոնների դեմ պայքարեն։ Սա ես հիշեցի, քանի որ դուք ասեցիք Միացյալ Նահանգները այլևի կարիքը չունի, ճիշտ է, չեմ համեմատում Ադրբեջանը Ուկրաինայի հետ, բայց եթե արդեն Զելենսկու կարիք ունի, վաղը կարող այլևի կարիքներ ունենա։ Զելենսկու կարիքը այսպես է, իդեպ ես իմ Facebook-յաներում առաջին օրվանից եմ կարծում, որ իրենք դիմելու են Ուկրաինային, ինչու այստեղ դրոնների դեմ պայքարն է, Ալիևը այդքան փորձ ունի։ Ինչ ասեց Զելենսկին, ասեց, որ մենք շահերների դեմ շատ լավ պայքարում ենք եւ պայքարել ենք, թե իրենց կյանքի գնով, բայց այդ փորձը ձեռք են բերել եւ միակ երկիրը, որ կարող է Եվրոպային եւ ԱՄՆ-ին, արաբական երկրներին այդ հարցում օգնել, դա Ուկրաինան է։ Զելենսկին նշեց, որ մեկ շահերի արտադրությունը արժի $25,000։ Մեկ հրթիռը պետք համակարգի արժի մինիմում $3 միլիոն։ Այսինքն Իրանը փորձելու է ուղղակի դատարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների զինարոսը եւ իդեպ Տրամպը, որ ասում ենք զենքի խնդիր ունենք, նա հենց այսօր ամերիկյան ժամանակով 8 առավոտյան հանդիպելու է ուրեմն իրենց ռազմաարդյունաբերության գլխավոր գործարանների ղեկավարների հետ ներկայացուցիչների կոչ անելով ավելացնել եւ արագացնել հրթիռների մատակարարումը, մասնավորապես Patriot համակարգերի։ Այսինքն 5-րդ սերնդի պատերազմները ոչ միայն բանակների հզորության կամ թվականակի մասին են։ Պայքարը օդում է, հիմնականում ԱԹՍ-ների միջոցով, մենք տեսնում ենք, որ հոբ համակարգերը չեն կարողանում հետոքացնել իրանական ԱԹՍ-ները արաբական երկրներում։ Եվ իմ կարծիքով Զելենսկին այստեղ կարող է շահով դուրս գալ, որովհետև պարզեն այնքան դիտումներ ստանա դրա դիմաց զենքեր իրեն անհրաժեշտ կամ արաբական երկրների ինչ-որ
ուրեմն խոսակցություն որոշ ճնշումներ Ռուսաստանի ուղղությամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ Պուտինը զանգել է Սաուդյան Արաբիա, այնուհետև Կաթար, նա չի ցանկանում, որպեսզի OPEC-ը ավելացնի նավթի, ուրեմն արտահանումը, որովհետև դա գների վրա կազմի եւ նորից իջնեն նավթի գները։ Կարևոր է ռուսական բյուջեի համար դա, իսկ Զելենսկին ինչ պայմանավորությունների կարող է դնել OPEC երկրների հետ եւ այդ գլոբալ հարավիցը, որ այդպես ասում են, Ուկրաինան այստեղ շանսեր ունի հաջողելու, ամեն ինչ կախված է նրանից, կարճաժամկետ կլինի օպերացիան, թե ոչ, եթե մեկ ամսից ավել տևի, Ուկրաինայի օգնության կարիքը կլինի, իսկ եթե Տրամպը հանկարծ որոշի, որ մի քանի օր հետո պետք է ավարտի, դա արդեն այդ սցենարը։ Իսկ դուք բացառում եք ցամաքային զորքերի ներխուժում Իրաքի սցենարով, սենց ալյանսա, կոալիցիա եւ ներխուժում։ Գիտեք, իհարկե Տրամպը ասում է, որ չի բացառում այդ սցենարը, բայց ինձ թվում է դա այսպես ավելի քարոզություն է։ Ինչու՞, որովհետև 48%-ը ԱՄՆ-ի վրացության դեմ է Իրանում ցանկացած գործողության։ Գուցե հիմա առավել։ Ցամաքային գործողության հետ կապված ԱՄՆ-ում շատ բարդ հիշողություններ կան։ Իրաքի, Աֆղանստանի հետ կապված եւ կարծում եմ այդ մահմեդական աշխարհը մերձավոր արևելք ԱՄՆ բնակիչների համար շատ վտանգավոր է, terrorism-ով հարու։ Հասկանում ենք, թե որ նախընտրական տարի է, եթե չլիներ այդպիսի իրավիճակ, գուցե Տրամպի ձեռքերը ավելի ազատ լինեին, բայց կոնգրեսում խոսում են, որ պետք է արգելել, որպեսզի նա որևէ գործունեություն իրականացնի, իր հեղինակությունը բարձր չի։ Մյուս կողմից, եթե երկար տևի այս օպերացիան, բենզինի գները ավելանում են, դուք լավ գիտեք, հետևում եք, իսկ դա տնտեսական խնդիրները առաջինն են ամերիկյան բնակչության քվեարկության տեսանկյունից, այստեղ չեն նայում արտաքինին, արտաքինը 5-րդ, 6-րդ հորիզոնականում է։ Եթե ասված մի արածը terrorism-ը էլի գործի դնեն ԱՄՆ-ում, կարող ենք, այնտեղ մեծ մահմեդական այսպես ներկայացություն կա։ Մենք տեսանք Նյու Յորքի քաղաքապետի խոսքերը, այնտեղ տեղի ունեցան ցույցեր ընդդեմ Տրամպի քաղաքականության։ Իսկ ինչ վերաբերում է կոալիցիային, Տրամպը ցավոք այսպես խրտնեցրել է իր դաշնակիցներին, վերջին հայտարարությամբ ՆԱՏՕ-ի վերաբերյալ, նա խոսեց, որ Դանիան երբևիցե չի օգնել իրենց Աֆղանստանում, հակաամերիկյան տրամադրություններ կան իդեպ ՆԱՏՕ-ում, որովհետև հիշում եք, թե Տրամպը մի քանի ամիս առաջ ասել էր ըստ էության, որ ՆԱՏՕ չկա։ Մեզ ոչ մեկ պետք չի։ Եվ դա սխալ է։ Հիմա Իսպանիայից են բազա ուզում, Մեծ Բրիտանիայից են բազա ուզում, Ֆրանսիայից են աջակցություն ուզում, այսինքն պետք չի դաշնակիցներ ԱՄՆ-ին անհրաժեշտ են, պետք չի բոլորին հերբացնել, դա սխալ է։ Իսկ հիմա հատկապես Գրենլանդիայի վերաբերյալ նրա հայտարարություններից հետո եվրոպական շատ երկրներում այդքան էլ վստահաբար չեն մոտենում Տրամպի քաղաքականությանը։ Ես համակային գործողություն չեմ կանխատեսում եւ ցավոք պետք է ասեմ, որ եթե դա չլինի, ռեժիմ դժվար է Իրանում։ Ռեժիմը կարող է փոխվել, այսպես գիտեք ոնց որ ներողություն տուպիկ լինի։ Ռեժիմը կարող է փոխվել միայն համակային գործողությամբ։ Ունի Տրամպը այդ ներուժը։ Այո, ունի, բայց կգնա այդ քայլին, դա մեծ զոհություններ է պահանջում, եւ տնտեսական, եւ քարոզչական, ես չեմ կարող ասել, ես դա շատ քիչ հավանական եմ համարում։ Դրա համար Տրամպը փորձում է քրդերի հետ կապեր հաստատել, Իրանի ժողովրդին պարբերաբար կոչ է անում դուրս գալ փողոց, եթե Տրամպը իմանար, որ կարող է այդ հարցը մենակ միայնակ լուծել, նա այդ ուրեմն քայլերի չէր դուրս գալ։ Իսկ եթե այսպես ավարտվի, ոնց որ դուք սկզբից ասեցիք, սա վտանգավոր չի մեզ համար, sense թողում են մեզի sense մի հատ գազան հարևանի մոտ, վիրավոր եւ գազան, հա, կարելի ասել։ Այո, եւ իմ համար հենց ամենավտանգավորը դա Հայաստանի տեսանկյունից։ Ինչու՞։ Եթե ռեժիմը մնում է, պարզ է, որ Չինաստանը, որոշ չափով Ռուսաստանը 27 թվականից են խոստացել նորից հրթիռներ է մատակարարելու Իրանը։ Իրանում գիտակցելու են, որ միջուկային զենք իրենք պարտադիր ուտի ստեղծել։ Գիտեք, ես գուցե ֆանտաստիկ ինչ-որ մի բան ասեմ, բայց ես չինական եւ ռուսական մամուլում կարդացի, որ եթե պահը գա, Իրանին կարելի է փոխանցել միջուկային զենք։ Հիմա ինչ-որ մեկը կարող է ասել, որ դա ֆանտաստիկա է, բայց Հյուսիսային Կորեային փոխանցել չէ սովետական միությունը։ Իրականին էլ այդ գաղտնիքը ասեցին, այսինքն Իրանի ոչնչացումը իհարկե այս ռեժիմի չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի շահեր։ Մյուս կողմից ԱԹՍ-ների ակտիվ արտադրություն կսկսի, իսկ Չինաստանը դրա մասնագետ է կոմպոնենտների։ Եվ ցավալին այն է, որ տարածաշրջանում Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը ավելի հակաամերիկյան
քաղաքականություն կորթեգրեն։ Ես վստահ եմ, որ Ալիևը ուրախ տիպով, հակառակ պարագայում նա սահմանները վաղուց կբացեր, Թուրքիաներ կբացեր եւ կարող է Իրանի հետ միասին արդեն Վրաստանն էլ պրոռուսական է, ներսի մասնակցում, փորձեն ճնշել Տարածաշրջանում Հայաստան։ Մյուս կողմից մենք գիտենք, որ երկաթուղու խնդիր կա եւ մենք պետք է հաղթանանք ինչպես են լուծում այդ խնդիրը։ Այսինքն շատ լուրջ մարտահրավերներ կան։ Արդյոք Դոնալդ Թրամփը ինչ իրավիճակում կլինի աշնան ընտրությունների ժամանակ։ Կկորցնի լիովին կոնգրեսը, թե միայն ներկայացուցիչների պալատը։ Դրա ուշադրությունը կլինի ներքաղաքական խնդիրները, նայած կորցնի կոնգրեսը, թե ոչ, թե ելի կշարունակի ակտիվ արտաքին քաղաքականություն։ Մյուս կողմից Թուրքիայի Իսրայելի լարվածությունը կարծում խորանա։ Մենք տեսանք Նավթալի Բենետը նախին վարչապետը Սեուլյան Թուրքիա սպառնալիք համար 2 համարեց։ Այս դա մեր տարածաշրջան Մերձավոր Արևելքը, Լիբանանը, տեսնում ենք ինչ է կատարվում։ Ես չեմ կարծում, որ Հեզբոլլահը այդքան հեշտ է հեռանալու։ Աղեստիլում նորից կոնֆլիկտ եմ կանխատեսում, որովհետև Համասը Թուրքիայի պրոքսի գործիքն է, նա պիտի կիրառի Համասը։ Իսրայելը քրդերին պիտի օգտագործի ներողություն, որ այսպես եմ ասում, դրուզներին Սիրիայում էլ հանգիստ լինելու։ Այսինքն պայթունավտանգ իրավիճակ է եւ եթե փոխվեր Իրանում իշխանություն եւ ավելի ոչ թե պրոարևմտյան, այլ այսպես դիալոգի կողմնակից ուժեր դային ռեֆորմիստների տեսքով։ Սա շատ դրական կլիներ, Իրանը սանկցիաների տակից դուրս գար, մենք դառնայինք տարանցիկ ճանապարհ, իսկ եթե հակառակ process-ը լինի, այստեղ Ռուսաստանի ազդեցությունը կարող է օգտագործել եւ կիրառել հատկապես դերի լացի ուղղությամբ։ Ես Իվանիշվիլիի կառավարությանը չեմ վստահում։ Իսկ մենք այդ ժամանակ իր արտանքներ կունենանք, ցավալիորեն ես չեմ տեսնում դա։ Տիկին Դալակյան, տեսեք, հիմա դուք ասում եք Վրաստանին չեք վստահում, բայց շատ վերլուծականներ ասում են, որ մենք պետք է գնանք եվրոպական ուղղությամբ, հա։ Ես իհարկե դեմ չեմ, բայց չեմ հասկանում այդ որ ճանապարհով։ Ճիշտ ասած, ես էլ չեմ հասկանում, հատկապես այդ Եվրաքվեի ստորագրության իմաստը, եթե մենք չենք դիմում անդամության, հետո ես Հայաստանի իշխանությունների տեսակետը չեմ հասկանում։ Մեկ իրենք ասում են մենք ուզում ենք դառնալ, մեկ ասում են մեզ չեն սպասում, մեկ ասում են հիմա դրա ժամանակը չի։ Հետո իմանում ենք, որ Ռուսաստանի հետ ավելացել է ապրանքաշրջանառությունը։ Ես չեմ կարող ասել Հայաստանի պաշտոնական տեսակետը որն է։ Շատ փոփոխական Հայաստանի պաշտոնական տեսակետը։ Մյուս կողմից Եվրամիությունը ինչ կարող է անել մեզ համար։ Օրինակ, որ Թուրքիային ստիպեն սահմանը բացի, արդյոք այս լծակը ունեն։ Կամ ոչ նույնիսկ սահմանը չբացի, Թուրքիան տրանզիտ երկիր կարողանա լինել Հայաստանի համար, ինչպես հիմա Ադրբեջանի տարածքով որոշ փոխադրումներ են տեղի ունենում։ Այստեղ գլխավորը ոչ թե Եվրոպան է, այլ Միացյալ Նահանգները։ Միայն Միացյալ Նահանգները կարող է Թուրքիային ստիպել գնալ այդ քայլին։ Կգնա կստիպեն թե ոչ, Թրամփը ինչ հաշվարկներ ունի Էրդողանի հետ կապված, ինքը Թրամփը կրկնել ինչ իրավիճակում կլինի, հունիսից հետո միայն ներքաղաքական է լինելու ամբողջ իրենց գործընթացը։ Դրա համար Ուկրաինային ասում են մինչև հունիս մի բան ստորագրի։ Տիկին Դալակյան, ես նկատի ունեի ավելի շատ այն վերլուծականներին կամ քաղաքական գործիչներին, ովքեր քննադատում են երկրի իշխանությունը։ Հիմա կարող է ես եմ բլոգեր եմ, չեմ հասկանում, դուք մասնագետ եք։ Այս մարդիկ համ դեմ են Տրամփի ճանապարհին, Սյունիքի ճանապարհին դեմ են, համ ուզում են գնալ դեպի Եվրոպա։ Բայց մեր իրավիճակը նայելով մենք ճանապարհ չունենք, Վրաստանը վստահելի չի, Պարսկաստանն էլ դե գիտեք ինչա կատարվում։ Հիմա եթե դուք դեմ եք այդ Տրամփի ճանապարհին, այսինքն միակ ճանապարհը, որ կարող է մեզ էլ ճանապարհ դառնա։ Մենք ոնց ենք եթում Եվրոպա, ես չեմ հասկանում սա։ Խնդրեմ մի հատ բացատրեք, էլի, ո՞րն է այդ տրամաբանությունը։ Հասկացա ում մասին է խոսքը։ Նախ ես իրենց արևմտամետ չեմ համարում, որովհետև Հայաստանի արևմտամետները մի քիչ կասկածել են իմ տեսանկյունից։ Այո, հիմա էլ ասեմ Եվրոպան է կարևոր, ոչ թե ԱՄՆ-ը։ Նույնիսկ Եվրոպան նշում է, որ առանց ԱՄՆ-ը ինքը դեռ ուշ։ Եթե այդքանը Եվրոպայում հասկանում են, այո, փորձում են դառնալ, բայց Թուրքիայի վրա Եվրոպան ինչ ազդեցություն ունի։ Որևէ ազդեցություն ունի։ Հակառակը Թուրքիան շանտաժ է անում Եվրոպայի միգրանտներով։ Այստեղ Հայաստանին իրենք ինչով պիտի օգնեն, ես չգիտեմ։ Բացի այդ գիտեք, որ դուք ասեք Թրամփի ուղի Միջին Ասիան եթե անկայուն լինի, այս Աֆղանստան-Պակիստան լարվածությամբ կողմի հետ Միջին Միջանցքը որտեղից է անցնելու, որտեղով անցնելու։ Այս խնդիրները մի երկիր կարող է լուծի։ Դա Միացյալ Նահանգներն է եւ այո,
գալ այստեղ ուղղակի քննադատել ճանապարհ չասել, դա սխալ է։ Մենք նրա համար չենք որ պիտի ինտիմությունից տարբերվենք, չէ՞ որ գանք ուղղակի անիծենք, ասենք ինչ անում է այս բանը, սխալ է անում, բայց ճանապարհ չասենք։ Ես հիշում եմ ինչ վտանգներ կան եւ փորձում եմ հասկանալ, թե ինչ ելքեր կլինեն։ Բայց շատ ճիշտ է, կան հատկապես իբրև թե արևմտամետ դաշտում ուժեր, որոնք հանդես են գալի արևմուտքի կողմնակիցների իբրև թե որպես ջատագուր, բայց ռուսական նարատիվներն են լրիվ առաջ տանում։ Այդ Եվրոպաները ձևական են ասում, որ շատ կասկածելի չլինի։ Դե ճանապարհ ասեք, ոնց է, Վրաստանը եթե պրո-եվրոպական լիներ, դա շատ կարևոր կլիներ, եթե ուրեմն ճանապարհից ստեղվեին անդամության, բայց հիմա տեսնում եք, մեր ծաղրում է Իվանիշվիլին մեր իշխանությունների, կներեք, ասում պերաշկի են ուտում, պարշտի, որ վերին լարսը երկուզի կբացի կփակի, ոչ մի բացատրություն չի տա, ոնց որ վերջին է։ Այո։ Հիմա եզրափակելով մենք վտանգ ունենք նույնպես հարված ստանալու Իրանի կողմից։ Չեմ կարծում, ինչու, որովհետև գոնե մի դրական բան կա, ես տեսնում եմ, որ ԱՄՆ-ի հետ խոսակցություն է տարվել, որ Հայաստանը պիտի որևէ կերպ այս ամեն ինչի մեջ չլինի։ Բարձր Ադրբեջանն էլ է այդպես ասել, բայց քանի որ նշեցի Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է տարածաշրջանում, մի փոքր դժվար է Իրանին հետ համոզելը։ Իսկ Հայաստանը ինչ է անում։ Հայաստանը բարձր ասել է, որ իր տարածքը երբևիցե հակաիրանական որևէ քայլի համար պլացդարմ չի լինի։ Նույնիսկ դեսպանը Իրանի այդտեղ նշեց, որ մենք հասկանում ենք, որ Հայաստանը այլընտրանքային ճանապարհների կարիք ունի, բարձր չէ, իրանք քարտեզին տիրապետում են, եթե Հայաստանը ոչնչանա, Իրանին դա պետք է։ Հայաստանը պիտի Իրանին բացատրի, որ ինչքան մենք կարողանանք այդպես փախչելու տեղ ունենալ ռուս-թուրքական արձանից, այնքան ձեզ լավ, դուք էլ կարողանաք, իսկ եթե մենք վերանանք, այդ երեքը ձեզ թույլ կտան։ Այ հարց է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք չգիտես ինչու անդադ ուզում են, որ Իրանը մեզ որպես հակաիրանական պետություն դիտարկի։ Եկեք չմոռանանք, որ այդ երբեմն գիտեք, տեսնում եմ, ասեն Արցախին Իրանը հարված է, չէ՞, թե իսրայելական ուժեր կա։ Դուք երևի մոռանում եք, որ Իրանը առաջինն է շնորհավորել Ադրբեջանին եւ ինչ ջերմությամբ դա մինչեւ կրկնեմ, որ չասեն Փաշինյանի Պրահա գնալ կարող էին այդպես սիրալիր շնորհավորել, Պուտինն է շնորհավորել եւ Այաթոլլան եւ Իրանը, այսինքն դուք ինչ եք ուզում, Իրանը իր շահեր ունի, ոնց մենք իրենց չենք նեղանում, չենք ասում, թե ինչի եք շնորհավորել, բայց մենք մեր շահերը չունենք։ Իրանը զորավարություն է անում Ադրբեջանի հետ, մենք Ամերիկայից չենք կարող անել։ Այնպես որ ես կարծում եմ, որ դեռ արժևում է զարգացնել եւ Հայաստանում պիտի ակտիվ հիմա դա քննարկվի, ցավալիորեն վերջում նշեմ, որ փոխարենը հիմա համատեղ ուժերով եւ իշխանություն եւ այսպես կոչված ընդդիմությունը ելքեր խնդրեն, թե բանավիճեն, ինչ որ թեմաներ քննարկեն, էլի զբաղված են իրար վիրավորելով եւ անիմաստ կողմներ կազմակերպել։ Ես ցավոք պետք է նշեմ, որ հաջորդ քանի տարի է 5 տարին, հա, հաջորդ 5 տարին էլի նույն բանն է լինելու, ես ոնց հասկացա։ Կարող ասեմ, ես շատ կանխատեսում եմ, հիմա շատերը կարող են չհավատան, որ այս խորհրդանը կարճաժամկետ է լինելու, դրա մասին կարող ենք արդեն խոսել հաջորդ հարցազրույցի ժամանակ, ինչու եմ ես այդպես կարծում, բայց մի նախադասությամբ ասեմ, երբ քո շուրջը ամեն ինչ ոչնչանում է եւ փոխվում է եւ ամեն ինչ տարիք ունի նորարարության, բայց դու 10 տարի նույն երկն ես երկում, այդ խորհրդարանը չի կարող լուծել այն խնդիրները, որ Հայաստանի Հանրապետությանը սպասվել։ Եվ եթե դու ունես խորհրդարան, որը կտրված է իրականությունից, ժողովուրդը միշտ էլ իր այլընտրանքը կարող է ձևավորել։ Շատ լավ, դե եկեք հենց այս ինտրիգով էլ, հա, սենց ավարտենք այս հաղորդումը, թող ժողովուրդը սպասի մինչև նոր հանդիպում Տիկին Դալակյանի հետ, որ փակագծերը բացի Տիկին Դալակյանը։ Շնորհակալություն Տիկին Դալակյան։ Չնայած մի հատ հարցել եմ ուզում տամ ավարտից առաջ։ Ինչու կին վերլուծականներ չկան մեր քաղաքական դաշտում, դուք կամ միակն եք կարող է 1-2-ն էլ լինի ընդամենը եւ վերջ, շատ քիչ են։ Քիչ են, բայց ավելանում են։ Դա դրական դինամիկա է, եթե այն ժամանակ 2 հոգի, ես կարող եմ սպելացի վերջին ամի, կարող է ես համաձայն չլինեմ կետերի հետ, բայց ճիշտ է վերցում են, դե գիտեք Հայաստանում այդ պատրիարխատ իրավիճակը դեռ կա, դեռ պարսկական իրավիճակը դեռ կա։ Ավանդական է, կինը դանը պիտի ճաշը եփի, բայց համենայնդեպս միջազգային աշխարհում որ նայեք, կանայք գնալով ավելի մեծ դեր են ծաղեցնում։
Բացեք, ես վստահ եմ մեր ժողովուրդը այնպեսի դեմոկրատական վաղուց արժեքների սովոր է, որ մենք այդպեսի խտրականություն չունենք։ Ուղղակի արդեն վերլուծաբանները պիտի աշխատեն։ Ոչ թե ես տեսնում եմ, որ ժողովուրդն է ասում դե լավ է պետք է, այլ փոխվել է։ Հիմա արդեն դաշտը մեծ է եւ ես կարծում եմ հատկապես որ կան ձերպես տարբեր ալիքներ, որ որևէ տեղի չեն ուղղորդում եւ խնդիր չկա ինչ որ մեկին փակելու կամ թողնելու, այդ հնարավորությունները կա։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը, մեր հյուրն էր Լիլիթ Դալակյանը։ Ստեսյուն, հաջողություն։